Իշխանությունները ինչ ուզեն կարող են պնդել, իշխանությունները նաև պնդում են, որ իրանք չեն հանձնել Արցախը, հետո ինչ, դա իրենց գենետիկ կոդի մեջ է ստելը։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, շուրջ 50 քաղբանտարկյալ, որը խայտառակ թիվ է, բացի նրանից, որ Հայաստանում թիրախավորվում են անձինք, այլախոհներ, նաև թիրախավորվում են լրատվամիջոցներ, հենց այս դեպքը, անձիֆեյքի դեպքը ոչ միայն անձանց, մեր ընկերների Նարեկի եւ Վազգենի, այլ նաև լրատվական ծառայության, այսինքն անձիֆեյքի թիրախավորման փորձ է, հիշեցնենք, որ փորձ էր կատարվում սարքերը արգրավել, բայց աջակիցների միջոցով նոր սարքավորումներ գնվեց, իսկ այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների հարցով, փաստագրվել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից դեռևս Արմեն Աշոտյանի անազատության ժամանակ, թե Կենտրոնամեկ դեմոկրատների միության կողմից եւ մի շարք անհատ քաղաքական գործիչների եւ միջազգային կառույցների կողմից։